Այժմ քննարկենք այն դեպքը, երբ հաճախորդները ցանկանում են հաշիվը բաժանել և վճարել առանձին-առանձին։ Դրա համար նախ ձևակերպենք պատվերը։ Ընթացիկ պատվերներից ընտրենք այդ պատվերը, սեղմենք վճարել հիմա, բացվում է երկու պատոհան՝ կամ բաժանել հաշիվը, կամ միայնակ վճարում։ Սեղմենք բաժանել հաշիվը, բացվում է այսպիսի պատոհան։ Այստեղ ունենք ամենամեծ բաժանում հատված, քանի որ երկու անձ էի նշել, այստեղ ամենամեծ բաժանումը կլինի 2։ Սեղմում ենք գնալ։ Բացվում է այսպիսի պատոհան, որտեղ երևում են երկու հաճախորդները, որի վրա տեղադրված է բծիչկա նշանը, նշանակում է, որ իր համար ենք կատարում վճարումը։ Ենթադրենք առաջին հաճախորդը վճարում է մայրաքաղաքային աղցանի համար։ Սեղմում ենք երկրորդ հաճախորդի վրա, նա էլ ցանկանում է վճարել կեսար աղցանի համար, բայց այստեղ ունենք մենք նաև վարձ։ Սեղմենք վարձի պլյուս նշանին, քանի որ բծիչկա նշանը գտնվում էր երկրորդ հաճախորդի վրա, գրենք, թե որքան է ցանկանում վճարել երկրորդ հաճախորդը վարձից։ Ենթադրենք 100 դրամ։ Սեղմենք ներկայացնել, նույնը կատարենք առաջին հաճախորդի համար և արդեն երկու հաճախորդների համար կարող ենք ամփոփել հաշիվները, սեղմելով ամփոփել կոճակի վրա։ Այս եղանակով հնարավոր է հեշտությամբ բաժանել ընդհանուր պատվերը և կազմակերպել առանձին վճարումներ յուրաքանչյուր հաճախորդի համար։ Սեղմելով ամփոփելին, նշում ենք, թե ինչքան գումար է վճարել, տալիս ենք հաստատել, տեսնում ենք ՀՏՄ-ն և նույնը կատարում ենք երկրորդ հաճախորդի համար։